Բարի առավոտ, բարի օր իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ի եթերում ամենապոզիտիվ ու ամենաինֆորմացիոն հաղորդաշարն է Բարի լույսը, վստահ եմ, որ 2 օր լավ հանգստացել եք և հիմա դրական էներգիայով արթնացել և միացել եք մեզ, իսկ մենք պատրաստ ենք պահպանելու այդ դրական էներգիան, եթե իհարկե չփոխեք հեռուստաալիքը և հետևեք մեզ։ Այսօր հունիսի 16-ն է և 1963 թվականի հենց այս օրը տիեզերք թռավ առաջին կին տիեզերագնացը Վալենտինա Տերեշկովան։ Նա թռչել է Ոստոկ 6 տիեզերանավով, տիեզերքում մնալով մոտ 3 օր։ Առաջին մի քանի խորհրդային տիեզերագնացների հաջող թռիչքներից հետո Սերգեյ Կորոլյովի մոտ միտք առաջացավ տիեզերք ուղարկել կին տիեզերագնացի։ 1962 թվականի սկզբին սկսեց հետևյալ չափանիշներն ունեցող հավակնորդների որոնումը։ Նա պետք է լիներ մինչև 30 տարեկան, հասակը մինչև 170 սանտիմետր, իսկ քաշը մինչև 70 կիլոգրամ։ Հարյուրավոր թեկնածուներից ընտրվեցին 5-ը։ Տիեզերագնացների ջոկատն ընտրվելուց անմիջապես հետո Տերեշկովան մյուս աղջիկների հետ շարքային կոչումով թռչեց տիեզերք։ Մենք ունենք պատրաստած կին տիեզերագնացի մասին պատմող ռեպորտաժ, հիմա առաջարկում եմ դիտենք այն և շարունակենք թողարկումը։ Գալակտիկայում տիեզերքի առեղծվածներին վերաբերվող ամեն մանրուք դառնում է իրական և շոշափելի։ Գալակտիկայում, որտեղ տիեզերքի առեղծվածային ծագումն ու անհասանելի խորքերը դեռ որոնվում է մարդկային մտքի կողմից, երբեմն մի քայլ է բավական երազանքը իրականություն դարձնելու համար։ 1963 թվականի հունիսի 16-ին այդ քայլը արեց մի խորհրդային կին՝ Վալենտինա Տերեշկովան։ Նա դարձավ առաջին կինը, որ թռավ տիեզերք Ոստոկ 6 տիեզերանավով։ Նրա թռիչքը տևեց մոտ 3 օր, 71 անգամ պտտվելով երկրի շուրջ։ Նրա թռիչքը պատմություն դարձավ ոչ միայն որպես գիտական նվաճում, այլ որպես կանանց դերի խիզախ ապացույց մի ոլորտում, որտեղ մինչ այդ միայն տղամարդիկ էին։ Բայց ինչպես ստացվեց, որ հենց նա ընտրվեց։ Վալենտինան նախկինում պարաթռիչքների սիրահար էր, աշխատում էր տեքստիլի գործարանում։ Երբ ԽՍՀՄ-ում սկսեցին փնտրել կանանց, ովքեր կարող էին դառնալ տիեզերագնաց, նա ընտրվեց հարյուրավոր թեկնածուներից, շնորհիվ իր ֆիզիկական պատրաստվածության, համարձակության և աշխատասիրության։ Թռիչքն ու հատկապես վայրեջքը բարդ անցան, քանի որ տիեզերանավում անսարքություն էր եղել։ Այն փոխարենը մոտենար երկրի մակերևույթին հեռվանում էր, սակայն Տերեշկովայից հաղորդում ստանալուց հետո Գագարինն ու Կորոլյովը կարողացան լուծում գտնել։ Այս մասին հայտնի է դարձել ավելի ուշ, քանի որ այն ժամանակ ընդունված չէր խոսել բարդությունների, սխալների մասին, եւ այն, որ թռիչքը տրվել էր դժվարություններով, մարդիկ չգիտեին։ Հետաքրքիր է, որ Տերեշկովան միջև թռիչքը երբեք ինքնաթիռով չէր թռչել, բայց դրանից հետո դարձավ խորհրդային հերոս և կանանց համարձակության խորհրդանիշ ամբողջ աշխարհում։ Նրա տիեզերքում գտնվելու ընթացքում արձանագրվեց մի շարք կարևոր տվյալներ, որոնք օգնեցին հետագա տիեզերական ծրագրերին և չնայած որոշ բարդություններին, Տերեշկովան կարողացավ ավարտին հասցնել այդ բոլոր առաքելությունները։ Մենք դիտեցինք քիչ առաջ կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի մասին պատմող ռեպորտաժը, իսկ մեր լավ ու դրական էներգիան պահպանելու համար հիմա առաջարկում եմ լսենք հաճելի երաժշտություն, վերադառնանք և ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ, մեր հյուրը արդեն տաղավարում է և ժամանակն է ներկայացնելու նրան։ Այսօր մենք խոսելու ենք քամանչահար Էրիկ Ղարազանցի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ եմ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ ընկալելու համար։ Եվ մեր ավանդական հարցով սկսենք այսօր զրույցը։ Սովորաբար ինչպես է սկսվում ձեր օրը, առավոտը եւ երաժիշտների առավոտը սովորաբար ինչպես է սկսվում։ Դե երաժիշտների առավոտը սկսվում է փորձերով, խմբի փորձերով, առավոտյան դե մեկ բաժակ սուրճով, հետո արդեն աշխատանքի։
Էրիկ ջան, շատ հետաքրքիր եւ նաեւ յուրահատուկ գործիքի եք տիրապետում։ Ինչու ընտրեցիք հենց այս գործիքը երաժշտական, քանի որ հիմա երիտասարդներ ավելի ժամանակակից գործիքներ են ընտրում։ Ինչը ձեզ գրավեց, որ որոշեցիք տիրապետել քամանչային։ Ուրեմն ասեմ նախ սկզբում սկսել եմ երգել 2015 թվականից դեռ հաճախում եմ Ջիվանու անվան աշուղական դպրոց 3 տարի երգով եմ զբաղվել, այնուհետև սկսել գործիքը նվագել 2018 թվականից, գործիքի տեմբրը, սիրուն ձայնը, կառուցվածքը ինձ գերեց, ոնց որ ասում են, ու սկսեցի արդեն հետաքրքրվել ավելի մանրամասն, ծանոթանալ ու որոշեցի ասի վերջ, պետքա սկսեմ սովորել։ Ու 2018 թվականից արդեն մինչ օրս։ Ջիվանու դպրոցում սովորում եք ժողովրդական երգեր, ժողովրդական աշուղական երգեր, հա, ժողովրդական աշուղական երգեր։ Իսկ հիմնական ձեզ ոգեշնչող ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը ով է եղել, որ հենց եղել են օրինակ հիմա շատ երիտասարդներ նաև ինչ-որ արտիստից ոգեշնչված սովորում են ինչ-որ բան։ Դուք ուղղակի գործիքի հավանեցիք եւ սկսեցիք, թե այլ ոգեշնչող բան եղել է ձեզ։ Սկզբից դե եղել է ոգեշնչող ձայնը, տեմբրը, հետո արդեն որ ավելի պրոֆեսիոնալ մոտեցում, արդեն շատ պրոֆեսիոնալ վարպետներից, երաժիշտներից ավելի ես ոգեշնչվում լսելով իրենց կատարած աշխատանքը եւ փորձում ես դու էլ հասնես նման արդյունքների։ Իսկ այս գործիքը սովորելիս ինչ դժվարությունների եք հանդիպել եւ ընդհանրապես հեշտ է սովորել քամանչա նվագել։ Դժվար է գործիքը, բոլոր գործիքներն էլ ունեն իրենց բարդ կողմերը։ Միակ ավելի մեծ դժվար բանը այն եղավ, որ ես սկսեցի սովորել եւ գնացի բանակ 19 թվականից մինչեւ 21 թվականը 21 թվականից արդեն պրոֆեսիոնալ կերպով սկսեցի շարունակել, այժմ սովորում եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի առաջի կուրսում, Նորայր Դավթյանի աշակերտն եմ եւ ամեն ինչ անում եմ դեպի առաջ։ Իսկ քամանչան շատ հայկական երաժշտությունը հարուստ է բազմաթիվ գործիքներով։ Այդ քամանչան ինչով է տարբերվում մնացած գործիքներից։ Քամանչան իր պատմությունը շատ հին է, Սայաթ Նովան է նվագել քամանչա շատ հին վաղ տարիներից, Սայաթ Նովայից է ավելի շատ տարածում է եղել է Վրաստանում, Պարսկաստանում, Հունաստանում, այլ երկրներում տարածված է եղել, ինքը հայերեն գործիք է։ Սայաթ Նովա ունեցող ազգը գիտե որ դա հայկական գործիք է, ունի իր բարդությունները ու ժողովրդական երկարվեստում, աշուղական երկարվեստում տաղաչափություններով ունի իր բարդությունները ու պետքա այդ բարդությունները հաղթահարել, որը շատ տարիների աշխատանք է։ Իսկ բացի քամանչայից կան էլի գործիքներ, որ տիրապետում եք դուք։ Այս պահին ոչ, հա, այս պահին ոչ, բայց սովորում եմ դաշնամուր, երկրորդ գործիք էլի Ստեղնաշարային։ Դուք ինչպես մեր հաղորդման սկզբում զրուցում ենք նշեցիք, որ նաև դասավանդում եք, հենց քամանչա եք դասավանդում երեխաներին։ Հա, դասավանդում եմ հենց Ջիվանու անվան աշուղական դպրոցում, ունեմ փոքր բալիկներ, սովորացնում եմ իրենց քամանչա նվագել։ Այսինքն, եթե դուք սովորացնում եք, նկատում եք, որ նաև երիտասարդների եւ ապագա սերնդի մեջ այս գործիքի սովորելու հանդեպ հետաքրքրությունը մեծանում է։ Կան հետաքրքրություններ, կան, հա, ու միայն փոքրիկներ չեն։ Կան չափահասներ էլ կան, 25 տարեկան կա, աշակերտ ունեմ ես, որ դաժե աղջիկներ կան։ Չէ, տարածում կա ու դա շատ լավ է, ես ուրախ եմ։ Ինչքան շատ նվագող լինի այդ գործիքներից, քամանչա, թար, դապ, ուդ, այդքան ավելի լավ, հա, մեր ազգային գործիքները պետքա պահենք, պրոպագանդենք մեր մշակույթը, բա ամենակարևորն է, իհարկե։ Իսկ լիարժեք, եթե ուզում ես տիրապետես այս գործիքին, որքան ժամանակ է անհրաժեշտ։ Հստակ ժամանակ չկա։ Օրեցօր մի բան ավելի է սովորում դու գործիքի վրա, հստակ ժամանակ չկա։ Երկար տարիներ, պետքա պարապել միայն։ Մենք այսօր ունենք նաև տեսահոլովակի պրեմիերա, նոր տեսահոլովակ ունենք, որ շատ հետաքրքիր է, չեմ ուզում փակագծեր բացենք, առաջարկում եմ դիտենք տեսահոլովակը, վերադառնանք եւ շարունակենք զրույցը։
Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք զրույցը։ Երեկ ջան, հիմա դիտեցինք տեսահոլովակը, հետաքրքիր է նաև խոսենք տեսահոլովակի մասին։ Ինչու ընտրվեց հատկապես այս երաժշտությունը հունական, ինչպես անցան նկարահանումները, փոքր կպատմեք։ Հա, իհարկե, Նիկոս Վերտիսի հույն երգիչ, Նիկոս Վերտիսի երգացանկից է։ Հունական ոճը ես էլի սիրում եմ, ինչ-որ չափով, դե աշխուղական ոճին չի հասնի, ուղղակի հունական ոճը մեր գործիքներով շատ սիրուն շքեղ է հնչվում, փորձեցի այդ cover տարբերակը անել, նկարահանումները անցել են Դիլիջանում, լավ արևոտ եղանակով, շատ արևոտ։ Դա ինչ-որ չերևով խանգարեց այդ շատ արևային եղանակը։ Այդքան չխանգարեց, ուղղակի ավելի մի քիչ երկար տևեց սպասվածից, բայց շատ լավ անցավ, հավես անցավ, ոնց որ ասում են, եւ վերջացրեցինք եկանք։ Իսկ հիմնական գաղափարը տեսահոլովակի ինչու՞մ է կայանում, երբ որ աղջիկը կարծես փոքր քամանչան վերցնում է եւ որոնում է նվագողին, որոնում է, հա, հերոսին, ոնց որ ասում են, հա, գաղափարը իմն է եղել, սիրային, ինքը սիրային վիդեո ենք ստացել սցենարով, ու աղջկա կերպարը արդեն պետք էր, հա, որ տղան ինչ-որ հուշ է իրենից կորցնում, աղջիկը գտնում է եւ այդպես այդ սիրային վիդեո ստացանք, սիրային պատմությունը ունեցանք։ Իսկ սցենարական աշխատանքի հեղինակներ եք դուք, թե նաև աշխատել եք սցենարիստների հետ։ Ես ռեժիսոր կար, որ օգնել է, մնացածը արդեն ես եւ օպերատորը Ջանիկ Խաչատրյանը միասին արել ենք։ Դուք նշեցիք, որ նաև հունական երաժշտությունը շատ լավ է հնչում, երբ որ նվագում եք հայկական գործիքներով, հատկապես քամանչայով, այն նմանություններ տեսնում եք հունական երաժշտության եւ հայկական, ինչպես այն հնչում հատկապես հունական երաժշտությունը քամանչայով։ Մի քիչ կա լադային նմանություններ, այսինքն մի մտածողության մի ուղու sense նմանություններ, մի թեթև կա, դրա համար էլ սիրուն հնչում է ինքը արևելյան գործիքը, երաժշտությունը արևելյան է, դրա համար էլ սիրուն ստացվում է։ Իսկ տեսահոլովակը արդեն երկար ժամանակի մոտավորապես մի քանի օր է YouTube-ում արդեն տեղադրված։ Ինչ արձագանք եք ստացել, արդյոք սիրվել է երաժշտությունը։ Հա, սիրվել է, բազմաթիվ նամակներ եմ ստացել, որ շատ լավ է, շատ սիրուն է ստացվել տեսահոլովակը, թե տեսահոլովակը, թե երաժշտությունը, եւ միայն ուրախ եմ եւ փորձեմ ավելի շատ նմանատիպ գործեր անել, ավելի տարածվի գործիքը, ավելի տարածվի ու սիրվի։ Իսկ միայն հայ հանդիսատեսից եք արձագանք ստացել, թե նաև օրինակ հույն հանդիսատեսը նույնպես լսել է եւ արձագանք ստացել եք։ Կան ընկերներ կան, Facebook-յան ընկերներ կան, որ հույն են, արձագանքներ եղել են։ Այրիկ ջան, նշեցիք, որ ուզում եք, որ ավելի շատ տեսահոլովակներ նկարեք, ավելի շատ նվագեք, որպեսզի հայկական երաժշտությունը եւ հատկապես այս գործիքը մեծ տարածում ունենա։ Իսկ հիմա ինչպես եք դուք տեսնում հայկական երաժշտության ապագան ու նաեւ ինչ թերություններ եք նկատում, որքանով է այն հայկական երաժշտությունը երիտասարդների շրջանում տարածված, որքանով է նրանք սիրում, հետաքրքրվում, լսում։ Թերությունը այն է, որ ուղղակի մենք քիչ ենք։ Մենք պետք է ավելի շատ պրոպագանդենք, մեր մշակույթով ավելի առաջ գնանք։ Ինձ համար թերությունը այն է, որ մենք քիչ ենք։ Հոգի նվագողները քիչ են, դե դա էլ գալիս է, որ տարածումը շատ քիչ է եղել։ Դրա համար հիմա փորձում եմ, ու ոչ միայն ես, իմ լավ տաղանդավոր ընկերները քամանչահարներ, փորձում են ավելի շատ տարածել, որ պրոպագանդենք մեր մշակույթը եւ առաջ տանենք, շատ ցանկացողներ լինեն, որ ուզենան սովորեն եւ սովորեն։ Իսկ ինչպես է երաժշտությունը ընտրում, թե ինչ երաժշտություն պետք է նվագեք քամանչայով։ Դե նախ լսում եմ օրիգինալ տարբերակը, հա, հետո արդեն փորձեր անում, թե ինչպես կլինի գործիքով, արդյոք սիրուն կլինի, գործեր կա, հա, որ ստացվում է, բայց այն չի, որ կարող ես cover տարբերակ անել։ Սկզբնական լսում եմ օրիգինալը։ Հետո փորձեր, հա, եւ արդեն եթե լինում է, ստացվում է, առաջին իմ համար իմ սրտով է, արդեն ձայնագրվում եմ ու արդեն տեսահոլովակ։
Իսկ միայն ժողովրդական եւ այլազգերի երաժշտություններն են, որ դուք ցանկանում եք դեպ նվագում եք, թե կան նաեւ օրինակ հեղինակային երգեր։ Հեղինակային որ հատուկ ձեզ համար, այո։ Հա, չկա այս բային հեղինակային, հա իմպրովիզացիաներ լինում են, որ տեղում, բայց դա ոչ այդքան պրոֆեսիոնալ է այս պահին։ Դրա ժամանակն էլ կգա, ոնց որ ասում են։ Հեղինակային այս բան չկա։ Այս տեսոլովակը հունական երաժշտություններ, իսկ կան այլ ազգեր, որ այլ ազգերի երաժշտություններ, որ ցանկանում եք նաև էլի նվագել քամանչայով եւ կան ապագայում ծրագրեր, որ նաև այդ երաժշտությունները կնվագեք քամանչայով։ Մեր Շարլ Ազնավուրի երգացանկից կան գործեր, որ հիմա սկսում եմ արդեն աշխատել, այս պահին դա հոգի ծանրաբեռնվածությունը շատ է, չեմ կարողանում ուրիշ բաներ անել հիմա, ուրիշ գործեր, ուրիշ բայց այս պահին կա Շարլ Ազնավուրի մի քանի գործ, որ դա սկսում եմ հեսա աշխատել արդեն։ Իսկ նոր ծրագրեր եւ նոր տեսահոլովակներ համերգներին չէ սպասվում հանդիսատեսին։ Կա նոր ծրագրեր, կա նոր տեսահոլովակներ ունենք, բացի դրանից էլ մեր Ջիվանու աշխուհական անսամբլով ունենք համերգներ, կան բազմաթիվ ծրագրեր կան, Աստված առաջ։ Մենք նաև երբ որ խոսում ենք տարբեր երաժիշտների հետ, թե գործիքներ նվագող, թե երգիչներ ժողովրդական կամ փոփ երգիչներ, լսում ենք, որ շատ հաճախ ասում են, որ նվագում են կամ երգում են այնպիսի երաժշտություն, որ հասանելին է նաև սիրվի եւ հարմարվում է փոքր ժամանակի պահանջներին։ Ձեր տարբերակում ձեր մոտ ինչպես է մոտեցումը, ցանկանում եք հարմարվել ժամանակի մոտեցումներին, թե դուք կայուն եք ձեր ուղղության մեջ։ Դե ես մտածում եմ ամեն բան իր ժամանակը ունի, ամեն ինչի ժամանակն էլ գալու է, ես չեմ սիրում շտապել։ Ուղղակի ամեն ինչ իր ժամանակին պետքա առաջ չընկնես, էլի, որ ամեն ինչ լավ ստացվի։ Եթե շտապեցիր, ուրեմն սխալ է գնալու, պետք չէ շտապել, ամեն ինչ իր ժամանակին։ Իսկ այս գործիքի ապագան մեր երկրում հատկապես ինչպես եք տեսնում, որքանով այն տարածում կգտնի։ Ես տեսնում եմ, որ պետքա շատ լավ լինի ու լավ կլինի, նվագողները շատ կլինեն, պահանջարկը էլ ավելի կմեծանա։ Շատ լավ, շնորհակալ եմ եւ վերջում մի փոքր խորհուրդ, քանի որ դուք երկար ժամանակ այս ասպարեզում եք, նվագում եք, ժողովրդական գործիքների եք տիրապետում, ես կցանկանայի խորհուրդ տայք նաեւ այն երիտասարդներին, ովքեր նոր են մուտք գործում եւ այս ասպարեզ եւ նաեւ ցանկություն ունեն սովորելու այս գործիքը։ Ինչ դժվարությունների նրանք կարող են հանդիպել, ինչպես կարող են հաղթահարել եւ ինչպես կարող են առաջ գնալ։ Հիասթափություններ կարող է լինել սկզբնական շրջանում գործիքին չտիրապետելու համար, ոչ լիարժեք տիրապետելու, բայց պետքա չկոտրվեն եւ պետքա շատ պարապել։ Շատ պարապել օրը 3-4 ժամ սկսնակ երաժիշտի համար, 3-4 ժամը բավական է։ Ու ավելի շատ, բայց դա նորմալ է պարապել եւ առաջ նայել միայն։ Շնորհակալ եմ շատ Էրիկ ջան, հետաքրքիր զրույցի համար, ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալ եմ, մերսի։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք քամանչահար Էրիկ Ղարազյանցի հետ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք թողարկումը եւ հիմա հերթը օգտակար խորհուրդներին է։ Ախորժակի վատ թարացումը, մկանային հիպոտոնյան ռեֆլեքսների թուլացումն ու նախաուշագնացային վիճակը կարող են վկայել օրգանիզմում կալիումի անբավարարության մասին։ Այս միկրոտարը օրգանիզմների եւ հյուսվածքների համար ամենակարևոր նյութերից մեկն է եւ ակտիվացնում է տարբեր բջջային գործառույթները։ Փորձագետների խոսքով այս միկրոտարերի պակասի մասին են վկայում նաև զարկերակային եւ երակային ճնշման նվազումը, սրտի ռիթմի խանգարումը, անքնությունը, մաշկի չորությունն ու մազերի խամրած երանգը։ Կալիումի փոխանակության խանգարմանը նպաստող գործոնների թվում են օրինակ թեյի, սուրճի եւ էներգետիկ ըմպելիքների չարաշահումը, սննդի մեջ նատրիումի մեծ քանակությունը, մագնեզիումի պակասը, պարզ ածխաջրերի չարաշահումը, ալկոհոլի եւ ծխախոտի չարաշահումը, ինտենսիվ ֆիզիկական ակտիվության ժամանակ առատ քրտնարտադրությունը,
հաճախակի փսխումով կամ փորլուծությամբ պայմանավորված հեղուկի կորուստը եւ միզամուղ դեղերի ընդունումը։ Այս խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է մեր սննդակարգը լրացնել կալիումով հարուստ մթերքներով։ Կալիում պարունակվում է բանանում, ավոկադոյում, վարունգում, դդումում, ծիրանում, թուրինջում, սեխում, ոլորում, սև սալորում, չամիչում եւ կանաչեղենում։ Այն նաեւ առկա է ընդեղենում, ընկուզեղենում, սնկի եւ ամբողջական հացահատկի մեջ։ Իսկ հիմա, սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ ծանոթանանք Ֆրանսիայի հետ։ Ֆրանսիան մի երկիր է, որտեղ յուրաքանչյուր փողոց նման է գեղանկարի։ Այստեղ ժամանակը քայլում է դանդաղ։ Այն մի երկիր է, որը կարծես հյուսվել է երազներից, եւ հիմա առաջարկում եմ միասին տեղափոխվենք երազների աշխարհ եւ միասին զգանք Փարիզի շունչը։ Ֆրանսիան Եվրոպայի սրտում ծաղկած մշակութային ու պատմական տաճար է, նրան հաճախ անվանում են արվեստի մայրաքաղաք, մոդայի օրան։ Փարիզը, սիրո քաղաքը իր սրբատաշ ճարտարապետությամբ, Լուվրով, Մոնմարտիում ապրող արվեստագետներով պատմում է մի պատմություն, որը սկսվել է դարեր առաջ։ Ֆրանսիա անվանումը ծագում է լատիներեն Ֆրանսիա բառից, որը նշանակում է ֆրանկների երկիր։ Կան նաև այլ վարկածներ կապված ֆրանկ անվանման ծագումնաբանության հետ։ Դրանից մեկը գալիս է նախագերմաներեն ֆրանկոն բառից, որը թարգմանաբար նշանակում է գեղարդ, քանի որ ֆրանկների նետող կացիները կոչվում էին Ֆրանցիսկա, մեկ այլ վարկածով ֆրանկ, որը գերմաներեն նշանակում է ազատ։ Ֆրանսիան անգերազանցելի ազդեցություն է թողել համաշխարհային կինոյի վրա։ 1895 թվականին Օգյուստ եւ Լուի Լումեր եղբայրները ստեղծեցին առաջին կինոապարատը, դրանով իսկ դնելով կինոարվեստի հիմքը։ Այսօր Ֆրանսիան արտադրել է ավելի շատ ֆիլմ, քան եվրոպական բոլոր երկրները միասին։ Կաննի կինոփառատոնը դարձել է կինոյի ոլորտում ամենահեղինակավոր միջազգային իրադարձություններից մեկը, համախմբելով աշխարհի լավագույն ստեղծագործողներին։ Փարիզը նաև նորաձևության համաշխարհային մայրաքաղաքն է։ Դեռևս 17-րդ դարից նորաձևությունը եղել է նրա արդյունաբերության հիմնասյուներից մեկը, իսկ բարձր նորաձևությունը սկիզբ է առել Փարիզում 1860-ական թվականներին։ Այսօր Փարիզը Լոնդոնի, Միլանի եւ Նյու Յորքի հետ մեկտեղ հանդիսանում է նորաձևության համաշխարհային կենտրոն, որտեղ տեղակայված են աշխարհահռչակ բրենդների գլխավոր գրասենյակներն ու նորաձևության տները։ Ֆրանսիական խոհանոցը համաշխարհային ճանաչում վայելող արվեստի մի ձև է։ Այն ոչ միայն համեղ է ու բազմազան, այլև նշանակալի ազդեցություն է թողել արևմտյան խոհանոցների զարգացման վրա։ Տարածաշրջանային խոհանոցները տարբերություն ունեն իրենց բաղադրատոմսերով, օրինակ Հյուսիսում նախընտրում են կարագը, իսկ հարավում ձիթապտղի յուղը։ Ամեն մի շրջան ունի յուրահատուկ ուտեստ։ Ֆրանսիան աշխարհին նվիրել է մի շարք բացառիկ գինիներ ու պանիրներ։ Այդ ամենը դարձնում է ֆրանսիական խոհանոցը ոչ միայն ազգային մշակույթի հիմք, այլև տուրիստների ամենամեծ գրավչություններից մեկը։ 2006 թվականին ֆրանսիական ռեստորանները Միշլենի կողմից արժանացել էին 620 աստղի։ Դա առավելագույն թիվն է աշխարհում, թեև 2010 թվականին Ճապոնիան հասավ նույն արդյունքի, սակայն պետք է նշել, որ այդ գնահատումների կեսը կատարել էին Ֆրանսիայից ժամանած փորձագետները։ Ֆրանսիան հպարտ ու նրբագեղ կանգնած է պատմության եւ ժամանակակից աշխարհի խաչմերուկում, մշտապես հիշեցնելով մեզ, որ կյանքը պարզապես ապրելը չէ, այլ վայելելն ու գնահատելը։ Այստեղ յուրաքանչյուր օրը կարող է դառնալ մի տոն, իսկ յուրաքանչյուր պահ արվեստի մի յուրահատուկ կտոր։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար մենք նախատեսել էինք այսքանը, շնորհակալ եմ, որ հետևում էիք մեզ, հուսով եմ, որ մենք պահպանեցինք այդ դրական էներգիան եւ ավելացրինք այդ դրական էներգիան, ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն, իսկ այն անձինք, ովքեր որ չհասցրեցին մեզ դիտել, քանի որ աշխատանքի էին, ձեզ մաղթում եմ հաճելի աշխատանքային օր, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը նոր թեմաներով եւ հետաքրքիր զրույցներով։